Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստի ծնեց դեպի կենդանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով։ Նրանք, ովքեր ականջալուր եղան Տիրոջ խոսքի, այն սերունդները, ովքեր կարդացին ավետարանիչների վկայությունները, հասկացան, որ հարությունը նրանց անմիտ երևակայության պատրոջ է։ Հիսուս շատ անգամներ ուղիղ կամ այլաբանորեն վկայում է մեռելներից իր հարության մասին։ Հովհաննես ավետարանիչը, Մարկոս ավետարանիչը, Մատթեոս ավետարանիչը վկայում են, թշնամիները կքանդեն տաճարը, նկատի ունենալով մարմինը, Հիսուսի մարմինը, նա այն 3 օրում կկառուցի նորից։ Հովանի նշանի մասին 3 օր երկրի սրտում։ Խաչելությունից հետո քահանայապետերը Պիղատոսին ասացին, որ Տեր, հիշում ենք, որ այն մորերեցուցիչը դեռ կենդանի ասում էր, թե 3 օրից հետո հարություն կառնի, և պատվիրեցին հսկողություն սահմանել գերեզմանին, Տիրոջ գերեզմանին։ Գրքերը ավելի բորբոքվեցին, երբ Հիսուսի գերեզմանը հապուր գտան։ Եվ երբ որ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան, վկայում է Լուկաս ավետարանիչը։ Հիսուսի թշնամիները խուսափությունից հայտարարեցին, որ աշակերտները գողացել են մարմինը։ Մարմինը այդպես էլ չկարողացան գտնել։ Եթե գտնվեր, թշնամիներն անկասկած կցուցադրեին, որպեսզի կանգնեցնեին քրիստոնեական հավատքի տարածումը այն քաղաքից, որտեղ տեղի է ունեցել խաչելությունը։ Հիսուսի աշակերտները չէին կարող խաբել գերեզմանի պահակներին, նրանք նաև չէին կարող քարոզել Հիսուսի հարությունը այդպիսի վստահությամբ իմանալով, որ հարություն չի արել։ Քրիստոնեական եկեղեցին հիմնվել է Հիսուսի մեռելներից հարություն առնելու գոյության շնորհիվ։ Քրիստոսի տիրապետությունը Քրիստոսի նկատմամբ հիմնված է մահվան հանդեպ նրա տարած հաղթանակի վրա։ Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված թողնում վիճում է, որ իր ավետարանը հարություն առած Քրիստոսից է, ում տեսել է սեփական աչքերով, այլ ոչ թե մարդկանցից։ Հարության Քրիստոս հայտնվել է նրան և իշխանությունը տվել առաջնորդել հեթանոսների առաքելություն։ Սիրելի հավատացյալ, իր հարությամբ Հիսուս Քրիստոս հաղթեց մահվան։ Ֆիզիկական մահը այսուհետև կլինի ժամանակավոր, ունենա ապարու, քանի որ մենք բոլորս ետ կբերվենք Աստծո ներկայության մեջ, որպեսզի դատվենք ըստ մեր գործերի։ Մենք կարող ենք առավելագույնս ապավինել ու վստահել նրա զորությանը, ով կհաղթարվի ամեն բան ու մեզ կշնորհվի հավերժական կյանք։ Առաքյալն ասում է, Կորինթացիներին ուղղված առաջին նոտում Պողոս առաքյալը ասում է. Ուրեմն որովհետև մարդով եղավ մահ և մարդով էլ մեռելների հարությունը։ Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կենդանան։